Մարիա հեռուստասերիալում Ռաֆը գալիս է Ռուբենի տուն պաշտոնապես Մարիայի մատին մատանի դնելու, սակայն այս արարողությանը իրականում միայն երկու հոգի են անկեղծորեն ուրախ՝ Ռաֆը և Ալան։ Մնացածների մոտ լարվածություն, տարակուսանք ու անտեսանելի դժգոհություն կա։ Մինչ ներսում պատրաստվում էին նշանադրության պահին, դուռը թակում են։ Նոնան դուրս է գալիս բացելու, դրսում կանգնած է Դավիթը։ Նա եկել է հույս ունենալով կանգնեցնել այն, ինչը իր համոզմամբ մեծագույն սխալ է։ Նոնան, չիմանալով ինչ անել, ասում է, որ ինքը մի բան կմտածի։ Վերադառնալով հյուրասենյակ, նա բոլորին ասում է, իբր եկել էր հարևանը։ Այն պահին, երբ Ռաֆը պատրաստվում է մատանին դնել Մարիայի մատին, այն պատահաբար սահում է նրա ձեռքից ու ընկնում։ Ռաֆը և Ալան խառնվում են իրար, սկսելով փնտրել մատանին։ Նոնան օգտագործում է պահը, դուրս է բերում Մարիային սենյակից ու նրան ասում, որ Դավիթն է դրսում սպասում։ Մարիայի դեմքը իսկույն փայլում է և նա առանց հապաղելու դուրս է գալիս տանից։ Մինչ Ռաֆը մատանին փնտրում է, Նոնան արդեն գտել է այն, գաղտնի վերցնում է և թաքցնում։ Իսկ ներսում ներկաները սկսել են նկատել, որ Մարիան երկար ժամանակ է բացակայում է սենյակից։ Նոնան ասում է, որ ինքը կկանչի նրան, սակայն Ռաֆը հետևում է Նոնային և Նոնան ստիպված անկեղծանում է։ Նա ասում է, որ Դավիթն էր եկել և Մարիան գնացել է նրա հետ։ Ռաֆը նյարդայնացած վերադառնում է հյուրասենյակ և սկսում բարձրաձայն վիրավորել Մարիային։ Ռուբենը չի հանդուրժում դա և ապտակում է Ռաֆին ու դուրս շպրտում նրան տանից, բացահայտ կերպով դնելով վերջ նրա և Մարիայի պատմությանը։ Արտաքուստ խառնված, բայց ներսից հաշվարկող Ռաֆը հասկանում է, որ այս անգամ իսկապես ու արդեն բացահայտ կորցրել է Մարիային։ Նա զանգում է արտաքին և խաբում, ասելով, թե Մարիան պատրաստվում է դատարանում հայց ներկայացնել Սոֆիայի դեմ, երեխայի զրկելու նպատակով։ Արտակը հուզմունքից ու վախից ընդունում է ամեն ինչ, ասելով, որ պատրաստ է կատարել Ռաֆի ցանկացած հրահանգ, միայն թե երեխան մնա իրենց մոտ։ Այժմ, երբ Ռաֆը կորցնելու ոչինչ չունի և ամեն ինչ բացահայտ է, նա անկասկած պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի։ Նրա գործողություններն այս պահից սկսած կարող են դառնալ առավել վտանգավոր ու անկանխատեսելի։ Իսկ Մարիան Դավիթի այդ մեկ այցից հետո կարծես հալվում է։ Նրա սիրտը երկար ժամանակ լռած վերջապես բացվում է։ Նա ներում է Դավիթին և զույգը հաշտվում է։ Միասին գնում են ռեստորան, ճաշում, զրուցում և ամենակարևորը իրար սեր խոստովանում։ Ու երբ հյուրերը հեռանում են, Նոնան Ռուբենի ու իր զգեստուրի ներկայությամբ հանում է նշանադրության մատանին և դնում սեղանին։ Ռուբենն ու Ալիսան զարմանում են այդ քայլից։ Նրանք միշտ կարծել են, թե Նոնան Մարիային հակառակ է և աջակցում են նրա ամուսնությանը Ռաֆի հետ, բայց այս քայլով նա ցուցադրում է լրիվ այլ վերաբերմունք։ Հարգելի հետևորդներ, էլ ինչ քայլերի է ընդունակ Ռաֆը Մարիայից ու Դավիթից վրեժ լուծելու համար։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում և բաց չթողնեք նոր զարգացումները բաժանորդագրվելով այս ալիքին։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկուն են ասելի հո անտեր չես։ Ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որքանարի ընկեր ունի։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դաշը բարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կամ տեղի։ Դու լավ ես։ Կարայինք չմնք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքը։ Այսօր։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Он մոսկովացն եմ անում։ Չէ՞ սուր։ Նեժնին ես սպասում եմ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավատս քանդելա մեջը պարկելա։
Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было с тобой у нас, с тобой у нас. Բայց այս տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կռիվ անում, թե ուրա թամի, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Հար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորի անում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մի քիչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուրան աթիվիում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите. Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկեք պրեմիերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ։ Ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնենց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ քանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդարա, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ի՞նչ ձև է։